Օվալաձև աշխատասենյակում ուշաթափություն է գրանցվում այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարում է, թե ինչպես է պատկերացնում ճարպակալման դեմ դեղերի գների կտրուկ նվազեցումը։ Կադրերը բեմադրված չեն, դրանցում երևում է դոկտոր Օզի շոուի հաղորդավար Մեհմեդ Օզի շփոթված դեմքն ու թե ինչպես է շտապում օգնության, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր վիրաբույժ Ռոբերտ Քենեդին լքում է սենյակը։ Բրիտանական թերթերը գրել էին, որ ուշաթափվողը դանիական հայտնի դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Գորդոն Ֆինդլեյն է, ինչը չեն հաստատել ընկերությունից, որը ենթադրաբար ընկնելու է այդ ծանր որոշման տակ։ Իսկ ըստ այդ որոշման, ճարպակալման դեմ կիրառվող որոշ դեղեր Միացյալ Նահանգներում հասանելի կլինեն ամսական մոտ $150։ Միացյալ Նահանգների վարչակազմում նպատակ ունեն նվազեցնել դեղերի գները, սրա դիմաց դեղագործական ընկերություններին տալով մաքսատուրքերի արտոնություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ դեղերի վերջնական գները սպառողների համար կարող են տարբեր լինել, կախված նրանց ապահովագրությունից, դեղերի գնման եղանակից և այլ գործոններից։ Ներկայում գները տատանվում են $1000-ից $1350 միջև։ Այսպիսով, Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր համաձայնագրի մասին։ Այս դեղերի ամսական արժեքը կնվազի դառնալով $149-ից $350, ինչը պետք է զգալիորեն մեծացնի դեղերի հասանելիությունը միլիոնավոր ամերիկացիների։ Միացյալ Նահանգներում գործում է դաշնային և նահանգային համատեղ ծրագիր, որն առողջապահական ծածկույթ է ապահովում ցածր եկամուտ ունեցող անձանց և ընտանիքների համար։ Օվալաձև գրասենյակից Թրամփը լրագրողներին ասել է, որ նոր համաձայնագրով ճարպակալման դեմ կիրառվող դեղերը ևս կսկսեն մատակարարվել իր ձևակերպմամբ ամենաարտոնյալ երկրի գներով։ Դա աշխարհը կհավասարեցնի։ Թրամփի առողջապահական որոշումները ոչ միայն առանձին անձանց ուշաթափության պատճառ են դառնում, այլև գլխապտույտ առաջացնում համաշխարհային առողջապահական համակարգում։ Հիշեցնենք, որ Սպիտակ տուն վերադառնալուն պես Միացյալ Նահանգների նախագահը ստորագրեց Միացյալ Նահանգների առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ որոշումը, դա բացատրելով դիտարկմամբ, որ ԱՀԿ-ն չի կատարել իր պարտականությունները քովիդի և այլ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ, իսկ Միացյալ Նահանգները վճարում է անհամաչափ բարձր անդամավճարներ առանց համարժեք արդյունքի։ Մինչ միջազգային կազմակերպությունը փորձում էր այսպես ասենք մարսել այս կտրուկ մոտեցումը, առողջապահական ոլորտի մասնագետները դեմ առան Թրամփի մեկ այլ չափազանց աղմկահարույց հայտարարության, ըստ որի առողջական որոշ խնդիրների ավելացումը, մասնավորապես 2000 թվականից ի վեր աուտիզմի դեպքերի քառապատիկ աճը, կարող է ունենալ արհեստական պատճառներ։ Բժիշկների համար գրեթե շոկային էր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պնդումը, ըստ որի Այսուհետ բժիշկները պետք է զգուշացնեն հղի կանանց, որ Միացյալ Նահանգներում Tylenol անվամբ հայտնի դեղամիջոցի օգտագործումը մեծացնում է աուտիզմի ռիսկը։ Նշված դեղի համարժեքն ի դեպ պարացետամոլն է, իսկ այդ հայտարարությունը հերքել շտապեցին աշխարհի տարբեր դեղագործական կազմակերպություններ։ Թրամփի վերջին հայտարարությունը պատվաստումների վերաբերյալ էր։ Նախագահն ընդգծել է, որ վարչակազմը պատրաստվում է վերանայել մանկական պատվաստումների ընթացակարգերը, ըստ այդմ կարմրախտ, կարմրուկ և խոզուկ համակցված պատվաստումները կիրականացվեն 3 առանձին պատվաստանյութերով։ Միացյալ Նահանգների նախագահը նման մոտեցումը համարել է հնարավոր կողմնակի ազդեցությունների ռիսկը նվազեցնելու և ծնողներին ընտրության ազատություն տալու հնարավորություն։ Միացյալ Նահանգներում կայացվող առողջապահական որոշումները դոմինոյի էֆեկտ ունեն, աշխարհը դրանցից անմասն չի մնում, իսկ տարբեր երկրների առողջապահական համակարգերը փորձում են հնարավորինս ճկուն գտնվել դրանց արձագանքելիս։ Աիդա Ավետիսյան, Ռադիոլուր։